պետք չի մտնել։ Հետ կապված բավականին կոշտ քննադատություններով եք հանդես գալի, հիբրիդային պատերազմ, ասում եք միութենական պետություններ ուզում ես մտցնել, բայց երբ որ Լավրովը այստեղ էր, Արադ Միրզյանը բավականին զգուշ հայտարարություններ էր անում, նա ասում էր, որ հապկում ենք մնալու, վերաֆորմատավորելու կարիք չկա մեր դաշնակցային հարաբերությունները, այս հակասությունները ինչպես հասկանալի։ Ես նախ Արադ Միրզյանը արտաքին գործերի նախարարն է եւ ես քաղաքական ամենամեծ մարմնի ներկայացուցիչն եմ։ Պարոն Միրզյանը ասում է այն ինչ որ գտնում է ճիշտ, իսկ ինչ վերաբերում է հապկի մեջ մնալու մասը, ես անկեղծ ասած նման բան չեմ լսել եւ վստահ եմ, որ պարոն Միրզյանը նման բան ասած չի լինի։ Սառեցված է, այո, սառեցված է եւ չեմ կարող։ Ես իր հետ չեմ հանդիպել, ես չեմ կարող ասել, մինչև այս պահը չեմ հանդիպել, չեմ խոսել, բայց դե գիտեք Երևան դիալոգն անցնում, բայց դուք հնարավորություն եք ունեցել հարցեր տալ, կարծում եմ նոր ասելիք չկա, այն ինչ որ հրապարակային եղել է, հակասություններ կան, ընդունելությունը բավական շատ քննադատվեց եւ ազատ։ Բայց իմ հարցը չպատասխան։ Դե ինչ պատասխանեմ։ Որ հակասություններ արդյոք Ես մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա։ Մենք բոլոր հարցերը միասին քննարկում ենք, միասին ասելով դա պարոն Միրզյանն է, դա վարչապետն է, դա ես եմ, մյուս գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներն են եւ ղեկավարներն են, մեր թիմի մեջ հակասություն չկա։ Մեր թիմի որ հայտարարությունն է, ուզում հասկանամ, իմ ու պարոն Միրզյանը արտաքին գործերի նախարարն է եւ դիվանագիտության պատասխանատուն է եւ կարող է լինել շատ ավելի դիվանագետ, շատ ավելի զսպված։ Ես քաղաքական մարմինի ղեկավարն եմ, ես падգամավոր եմ, ես քաղաքական հայտարարություններ ազատ եմ անել եւ նաեւ իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ եւ իմ հայտարարությունները կարող եմ եւ որևիցե հակասություն չի կարա լինի։ Մի րոպե հերթով, բայց դուք արդեն հաշտվեցիք, արագ։ Պաշտոնական ասում են բավականին վատ ձևով Հայաստանը ընդունեց Լավրովին, ընդդիմադիրները քննադատում են, ասում են նույնիսկ Ռուսաստանի նման գերտերության արտգործնախարարին Հայաստանի իշխանությունը շատ վատ ընդունելության արժանացրել։ Ինչով վատ ընդունելության։ Աղ ու հացով չգնացինք, ներողություն եմ խնդրում, ես որ գնում եմ որպես պարլամենտական երկրի ղեկավար, որ ես գնում եմ որևիցե եվրոպական երկիր կամ Ռուսաստան, ինձ ով է գալիս դիմավորում, այտենց գալիս է միշտ պրոտոկոլով հետևյալն է, որ բացառիկ դեպքեր լինում են, իհարկե, ես էլ եմ բացառիկ դեպքերում նման բան արել ու անելու եմ, բայց պրոտոկոլը հետևյալն է, որ դիմավորումը, օրինակ, ազգային ժողովի նախագահին դիմավորումը փոխխոսնակներից որևիցե մեկը, նույնիսկ կարող է բարեկամական խմբի ղեկավար։ Այո, անպայման դիմավորում ես իրան անձամբ խոսք եմ տվել, երբ որ ինքը տենց բավականին չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց տենց ասեց, բայց ո՞նց էիք դուք Տիկին Փելոսին դիմավորել аэроպորտում, ես ասեցի Տիկին Մատվիենկո, երբ որ դուք գաք, ես մեծ հաճույքով ձեզ նույնպես կդիմավորեմ եւ Անիտա Դիմիտրովին եմ դիմավորել, որտեվ կին էր եւ իմ լավ ընկերն էր եւ Տիկին Մատվիենկոին էլ նույնպես դիմավորել։ Գնալու է Ռուսաստանի դեսպանության հետ։ Հաջան մի հատ նորից։ Օրակարգը Տիկին Մատվիենկոյի արդյոք հստակ է, արդյոք նախատեսվում է այդ սյունի, քանի որ Ռուսաստանը մի պատասխանություն է այնտեղ ուզում բացել։ Ճիշտն ասեմ, նման ինֆորմացիա չունեմ։ Չգիտեմ, անկեղծ ասած, հələ չեմ նայել, որտեղ ես հիմա այց ունեմ, հիմա դրանով եմ զբաղվում, էլ չեմ ասում հələ որ Գելգիզայի գործընկերն